Բանտարկյալների բուժօգնության կազմակերպման համակարգում փոփոխություններ են սպասվում։ Կառավարությունը օրերս որոշում ընդունեց, ըստ որի առողջապահության նախարարությունը հիվանդանոցային բաժանմունքներ է բացելու քրեակատարողական մի շարք հիմնարկներում։ Ավելի վաղ բժշկական օգնության կարիք ունեցող կալանավորներին տեղափոխում են Երևան դատապարտյալների կենտրոնացված հիվանդանոց։ Սակայն 2026 թվականի սկզբից ՔԿՀ-ներում կալանավորների տեղափոխման ընթացակարգերը կրճատելու նպատակով հիվանդանոցը փակվեց։ Որոշվեց բուժումը իրականացնել հենց տեղում։ Մասնագետները սակայն այն համոզմանն են, որ արդյունավետ համակարգ հնարավոր է ունենալ միայն բուժ սպասարկման պատշաճ պայմանների ապահովման դեպքում։ Կենտրոնացված բուժհաստատության փակումը եւ կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության եւ սպասարկման ապահովումը կլինի արդյունավետ միայն այն պայմաններում, եթե պետությունը հանձն առնի կոնկրետ մասնագետներով համալրել քրեակատարողական հիմնարկները, կոնկրետ տեխնիկայով, որով համապատասխան բժշկական հաստատություններ են հիմնված, այսպես ասած, եւ համակարգված պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվի։ Փաստաբանները նշում են, նախկինում գործող կենտրոնացված հիվանդանոցը եւս միշտ չէ, որ ապահովում էր անհրաժեշտ բուժօգնություն, իսկ որոշ դեպքերում դատապարտյալները անգամ ստիպված են եղել երկար պայքարել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու համար։ Ես չեմ պատկերացնում, որ պետությունը ներկայիս փուլում այդ տեսակ ներդրումներ անի քրեակատարողական հիմնարկներում, բայց պատկերացնում եք, չէ՞ ինչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում ստեղծել մինի հիվանդանոցային պայմաններ։ Ու դուք պատկերացնում եք, չէ՞, դա ինչ ռեսուրսների մասին է խոսքը։ Բուժօգնությունից բացի կարևոր է նաև կալանավորներին անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը։ Քրեակատարողական հիմնարկներում հոգեբանի աշխատանքը մասնագետները գնահատում են ոչ պակաս կարևոր, քանի որ ազատազրկման առաջին իսկ օրերից անձը բախվում է սոցիալական եւ հոգեբանական լուրջ դժվարությունների, նոր միջավայրին հարմարվելու խնդրի։ Նշանակություն ունի անձը, ասենք, թե առաջին անգամ է նման, ասենք, որոշակի պատիժ կրում, թե դա երկրորդ, երրորդ անգամներն են, այսինքն կրկնահանցագործությունների պարագայում։ Յուրաքանչյուր գործոն յուրահատուկ է, բայց միևնույնն է, առաջնային խնդիրը ադապտացիոն խնդիրն է, թե ինչպես այդ սուբկուլտուրայում ոչ միայն անձանց, հարաբերություններին, այլ նաև ֆիզիկական ադապտացիոն, որովհետև միջավայրը ֆիզիկական փոփոխության է ենթարկվում։ Հոգեբանների դիտարկմամբ համակարգում աշխատելու համար մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրեր կան, սակայն ոլորտում առկա խնդիրներն էլ քիչ չեն, սկսած հոգեբանների անկախությունից մինչև ոչ մրցունակ աշխատավարձեր։ Նրանք ընդգծում են, որ հոգեբանի հիմնական առաքելություններից մեկը ազատազրկված անձանց վարքագծի մշտադիտարկումն է, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին նկատել ու կանխարգելել ինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերը։ Հոգեբանի պահանջվում է, որպեսզի ինքը անընդհատ ուշադիր լինի, պարտադիր չի անհատական աշխատանք լինի, որովհետև նույնիսկ գաղութում անհատական աշխատանքը կլինի այն դեպքում, երբ որ անձը ցանկություն ունի հոգեբանի հետ հանդիպել, հոգեբանին իր խնդիրները ներկայացնել եւ այլն, բայց հոգեբանի գործառույթների մեջ մտնում է ուշադիր լինել այդ հարաբերությունները։ Մասնագետները համակարծիք են, համակարգային արդյունք հնարավոր կլինի ակնկալել այն դեպքում միայն, երբ նոր ենթակառուցվածքներին զուգահեռ իրականացվեն նաև կադրային, տեխնիկական եւ կազմակերպչական համալիր փոփոխություններ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։